2026 թվականի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հայտարարել է, որ արդեն հնարավոր է տպել ուսուցիչների քննության թերթիկները, միաժամանակ հրապարակվել է նաև քննությունների անցկացման վայրը։ Քննությանը մասնակցող ուսուցիչների համար կարևոր է նախապես ծանոթանալ քննության վայրին, տպել թերթիկը և միաժամանակ ներկայանալ քննությանը։ Սա կարևոր քայլ է քննությունը հաջող կազմակերպման և մասնակցության համար։ Այս քննությունները արդեն մեզ հնարավորություն են ավելի տալիս, որ ասենք մենք ավելի բարձրացնենք մեր որակավորումը բարձրացնենք եւ կարողանանք գնալ արդեն ավելի բարձր աստիճանի հասնելու համար, բայց դա ոչ թե ծամփանի քննություն է, ուղղակի մենք կարողանանք քննությունը հաստատելով, եթե առաջիկայում մենք ունենք, որ եթե նույն առարկայական կաֆեդրայի մեջ են մտնում առարկաները, եթե դու պարապում ես խոսքին բիոլոգիա եւ դասավանդում ես զուգահեռ քիմիա խոսքին վերցնենք այդպես, դու վարձատրվում ես երկու առարկայից որպես ավագ, բայց այս տարվանից արդեն այդպես չի լինի, եթե դու բիոլոգիա ես, կենսաբանություն ես դասավանդում, մենակ կենսաբանության համար ավագության փողը կստանաս, իսկ եթե դու հանձնած ունես քիմիա, ուրեմն քիմիայի համար էլ կստանաս առանձին որպես ավագ կվարձատրվես, իսկ եթե չունես, այսինքն համատեղություն աշխատավարձի փոխանցման ժամանակ չի լինի։